Բրազիլիայում դաժան սպանությունները ցավոք սովորական բան են դարձել։ Վիճակագրությունը սարսափելի է։ Վերջին 15 տարում այս երկրում սպանվել է գրեթե 800,000 մարդ։ Բայց 2013 թվականին Բրազիլիայում մեծ աղմուկ բարձրացավ մի գործի պատճառով, երբ Սան Պաուլոյի բանտում սպանվեց 52 կալանավոր, հետաքննությունից հետո 25 ոստիկան մեղավոր ճանաչվեց, և նրանից յուրաքանչյուրը դատապարտվեց 624 տարվա բանտարկության։ Բայց այսօր մենք կխոսենք 24-ամյա ֆուտբոլիստ Դանիել Ֆրեյտասի մասին, ով հայտնի էր Բոտաֆոգո և Սան Պաուլու ակումբներում իր խաղով։ Իր տաղանդի համար նրան նույնիսկ Դանիել Մեսսի էին անվանում, բայց նա չկարողացավ երկար մնալ երկրի ամենահայտնի թիմերի հիմնական կազմում։ 24-ամյա Ֆրեյտասին դաժանաբար սպանեցին 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Կուրիտիբա քաղաքի անտառի մոտակայքում։ Ֆուտբոլիստի մարմինը գտնվեց խոշտանգված վիճակում, կտրել էին նրա սեռական օրգանը և գլխատել էին նրան։ Այդքան տանջանքներից հետո նրա վրա մի քանի անգամ կրակել էին։ Եվ ավելի ուշ զոհի մարմնի մասերը գտնվում են ծառի փչակի մեջ։ Ոստիկանությունը մի քանի օր փնտրելուց հետո ձերբակալեց 3 հոգու՝ 38-ամյա գործարար Էդիսոն Բրիտեսին, նրա 35-ամյա կնոջը Քրիստիանային և նրանց 18-ամյա դստերը Ալանային։ Դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 27-ի գիշերը, երբ Բրիտեսի ավագ դուստրը նշում էր իր 18-ամյակը։ Սկզբում նրանք զվարճանում էին գիշերային ակումբում, իսկ հետո տեղափոխվեցին աղջկա տուն։ Այդ ամենից հետո աղջիկը հերքում էր, որ ֆուտբոլիստն իր ընկերն է եղել։ Ալանայի խոսքով, ինքն ու Ֆրեյտասը ուղղակի լավ ընկերներ են եղել։ Սպանության գլխավոր պատճառը Էդիսոնը համարեց վրեժը։ Նա ասաց, որ ֆուտբոլիստը փորձել էր բռնաբարել իր կնոջը։ Մենք ներքևում էինք, երբ կինը սկսեց օգնության կանչել։ Սենյակի դուռը փակ էր, ես այն ուղղակի ջարդեցի։ Տեսա, որ Դանիելը պառկած էր կնոջս վրա, իսկ կինս օգնություն էր կանչում։ Ես սարսափած էի և արեցի այն, ինչ կաներ յուրաքանչյուր տղամարդ իմ փոխարեն։ Տղային գցեցի հատակին և սկսեցի ծեծել։ Ես նրան շատ ուժեղ ծեծեցի, շատ ուժեղ։ Մոտ 5 րոպե չէի կարողանում կանգ առնել, հետո նրան հանեցի տնից։ Չգիտեմ ողջ էր թե ոչ, և դրեցի մեքենայի բեռնախցիկը։ Համացանցում հայտնվեցին ֆուտբոլիստի լուսանկարները սպանությունից մի քանի ժամ առաջ։ Ֆրեյտասը իր ընկերոջն էր ուղարկել կասկածելի նկարներ, որտեղ նա պառկած էր անկողնում իր մարդասպանի կնոջ հետ։ Ֆրեյտասն ակնարկել էր ընկերոջը, որ պատրաստվում է սեռական հարաբերություններ ունենալ այդ կնոջ հետ, ով այդ պահին անգիտակից վիճակում էր։ Բրիտեսը հարցաքննության ժամանակ ամեն ինչ խոստովանեց, բայց իրեն մեղավոր չէր համարում։ Նա ասաց, որ հրավիրված ֆուտբոլիստը փակվել էր սենյակում իր կնոջ հետ և փորձել բռնանալ նրան։ Կինը սկսել է գոռալ և դիմադրել։ Լսելով ձայնը, Բրիտեսը վազել է սենյակ, ջարդել դուռը և սկսել ծեծել մերկ ֆուտբոլիստին։ Գործարարի ընկերները փորձել են կանգնեցնել նրան, բայց ամուսինը շատ կատաղած էր։ Ինչպես հետո ասաց Բրիտեսը, նա չի զղջում իր արածի համար, քանի որ պաշտպանում էր իր ընտանիքի պատիվը։ Այն նկարները, որ ֆուտբոլիստն ուղարկել էր ընկերոջը, կարծես թե հաստատում էին Բրիտեսի ասածները։ Կարելի է ենթադրել, որ Ֆրեյտասը իրոք հայտնվել էր մի սենյակում գործարարի կնոջ հետ։ Մարդիկ նկարում ճանաչել էին Քրիստիանային, քանի որ նա նկարի մեջ անգիտակից էր, աչքերը փակ և տեսքից հարբած էր։ Ուրեմն բռնաբարության վարկածը շատ հավանական էր թվում։ Հետո 35-ամյա կինը պատմեց, որ ֆուտբոլիստը սեռական բնույթի գործողություններ է արել իր հետ, երբ նա քնած է եղել։ Այդ ժամանակ կինը հարբած էր և կարծում էր, թե դա երազ է, բայց երբ տեսել է տղային իր վրա, սկսել է գոռալ։ Ամուսինն էլ կրկնում էր, որ 3 ընկերներ փորձել են իրեն հետ պահել սպանությունից, բայց չի ստացվել։ Ես այդ պահին ոչ մի բանի մասին չէի մտածում։ Մեքենայիս մեջ մի փոքրիկ դանակ կար, որը հաճախ էի օգտագործում, բայց չէի կարծում, որ մի օր հենց դրա համար կօգտագործեմ։ Ուղղակի նայեցի բեռնախցիկին և տեսա այդ դանակը։ Քննիչները կարծում են, որ ճանապարհին ֆուտբոլիստը պետք է որ լսած լիներ իր մահվան դատավճիռը, քանի որ Էդիսոնը ավելի էր կատաղում, երբ կարդում էր ֆուտբոլիստի հեռախոսի հաղորդագրությունները, որտեղ նա ասում էր, թե կուտի տան տիրոջ կնոջը։
Սպանության ականատեսներից մեկի ցուցմունքը օգնեց բռնել գլխավոր կասկածյալին։ Ոստիկանությունը նրան հարցաքննեց 3 ժամ։ Հենց նա պատմեց, որ ֆուտբոլիստին ծեծել են տան մեջ, ամենուր արյուն է եղել, իսկ պատճառը խանդն էր, քանի որ գործարարը կնոջը գտել էր Դանիելի հետ։ Վկան նաև ասաց, որ ֆուտբոլիստն ու ևս 6 հոգի սկզբում ակումբում էին, հետո եկան կասկածյալի տուն։ Խնջույքի թեժ պահին կինը օգնություն է կանչել։ Հետո վկան տեսել է, թե ինչպես են Դանիելին սենյակում ծեծում միանգամից 4 հոգով։ Դրանից հետո տանտերը բոլորին հավաքել է, խնդրել է սուտ պատմություններ հորինել, որպեսզի ոստիկանությունը ոչինչ չիմանա։ Բայց վկան վախեցել է իր կյանքի համար ու գնացել է ոստիկանություն։ Սակայն հետո պարզվեց, որ այս պատմության մեջ ամեն ինչ այդքան պարզ չէ։ Նոյեմբերի 25-ին, դեպքից մեկ ամիս անց, պարզ դարձավ, որ քննիչներն ուզում էին պատժել նաև Էդիսոնի կնոջը, 35-ամյա Քրիստիանային։ Նրանք կասկածում էին վկաների վրա ճնշում գործադրելու մեջ։ Դատախազն ասաց, որ այս ամենը չէր լինի, եթե կինը ճիշտ վարվեր։ Նա կարծում էր, որ կինը թույլ է տվել ֆուտբոլիստին մտածել, թե իր հետ նկարվելը ուղղակի կատակ է լինելու։ Բայց Քրիստիանան գիտեր իր ամուսնու կատաղի բնավորությունը ու նա ոչինչ չարեց, որ փրկի Դանիելին մահապատժից։ Սակայն փաստաբանն ասում էր, որ կինն այնուամենայնիվ փորձել է կանգնեցնել ամուսնուն։ Նա օգնություն էր կանչում, որ սպանություն չլինի։ Քննիչներն արյան հետքեր գտան պատերի և հատակի վրա, ինչը նշանակում է, որ նրան ծեծել են հենց ննջարանում։ Ավտոտնակում ու մեքենայի մեջ նույնպես արյուն կար ու երևում էր, որ փորձել են մաքրել հետքերը։ Փորձագետները հաստատեցին, որ դուռը ջարդված է եղել, բայց չկարողացան ասել, թե երբ է դա եղել։ Բրիտեսը սկզբում ասում էր, որ դուռը ուսով է ջարդել, բայց հետո փոխեց խոսքը ասելով, որ սենյակ է մտել պատուհանից։ Փորձաքննությունը ցույց տվեց, որ մահվան պատճառը եղել է վզին հասցված հարվածը շատ սուր առարկայով, որը վնասել է ողնաշարը։ Բայց պարզ չէ, սեռական օրգանը կտրել են մահից առաջ, թե հետո։ Բրիտեսը պնդում էր, որ սպանությունը մենակ է արել ու մարմինը մենակ է տարել անտառ։ Բայց բժիշկների զեկույցում ասվում է, որ մարմինը տեղափոխել են առնվազն 2 հոգով։ Մեջքի ու կրծքի վնասվածքները ցույց են տալիս, որ առնվազն 2 հոգի են շալակած տարել ֆուտբոլիստին։ Ընդհանուր առմամբ ձերբակալվեց 7 հոգի։ Ոստիկանների խոսքով, որ այդ գործին մասնակցել են ևս 3 երիտասարդ տղաներ։ Նրանք եղել են մեքենայի մեջ, երբ Դանիելին տանում էին անտառ, տնից 20 կիլոմետր հեռու։ Բանտում է նաև Բրիտեսի դուստրը Ալանան, ում մեղադրում են վկաներին վախեցնելու և հարցաքննության ժամանակ սուտ խոսելու մեջ։ Ձերբակալվել է նաև մեկ այլ երիտասարդ, ով ծանր վնասվածքներ է հասցրել ֆուտբոլիստին։ Ոստիկանությունը գրեթե չի հավատում, որ Ֆրեյտասը բռնաբարել է կամ փորձել է բռնաբարել Քրիստիանային։ Քննիչն ասաց, որ այս դաժանությունը ոչ մի կերպ չի համապատասխանում արածին, իսկ անալիզները ցույց են տալիս, որ Դանիելն այնքան հարբած է եղել, որ ի վիճակի չէր լինի որևէ մեկին բռնաբարել։ Այս պատմության մեջ դեռ շատ մութ կողմեր կան, և քննիչները շարունակում են բացահայտել մանրամասները։ Իսկ Բրիտեսների ընտանիքը ունի նաև փոքր դուստր, այդ ժամանակ նա ընդամենը 12 տարեկան էր։ Հիմա, երբ նրա բոլոր հարազատները բանտում են, աղջկա մասին հոգ են տանում իր հարևանները։ Այս պատմության բոլոր մասնակիցները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, և խմիչքը մթագնում է շատերի գիտակցությունը։ Մեկը կորցնում է զգոնությունը, իսկ մյուսը մարդկային դեմքը։ Եվ սթափությունը լավագույն պաշտպանությունն է այդպիսի սխալներից։ Դե ինչ, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը։